Շուտով կգա ժամանակը, երբ մարդկանց կհայտնեն, որ այդ պահից սկսած անձնագրի, ID քարտի, դրամական, բանկային քարտերի, ընդհանրապես բոլոր, բացարձակապես բոլոր փաստաթղթերի փոխարեն մարդուն պետք է ունենալ միայն մի բան, ընդամենը մի նշան աջ ձեռքի կամ ճակատի վրա։ Մի նշան, որի մեջ առկա է ամեն տեսակ ինֆորմացիա մարդու մասին։ Մարդու ինքնության, անձի, ֆինանսների, նրա տեղաշարժի մասին, նրա ունեցվածքի մասին եւ բոլոր գործարքները, գործերը, որ մարդ կատարում է իր ամենօրյա կյանքի ընթացքում, կկարողանա կատարել միայն այդ նշանի միջոցով եւ որ ամենակարևորն է, ոչ ոք չի կարողանա ոչ գնել, ոչ վաճառել առանց այդ նշանի։ Եթե այդ նշանը մարդիկ չունենան, նրանք չեն կարողանա գնել հաց, սնունդ եւ սնվել եւ գոյատևել։ Առանց այդ նշանի ոչ ոք չի կարողանալու ոչ մի գործարք, ոչ մի գործողություն կատարել եւ առնել ու վաճառել։ Եվ դա ների նշանն է, սատանայի, հակաքրիստոսի նշանն է։ Եվ այն ընդունելով մարդը իրեն հանձնում է սատանային եւ գնալու է դժոխք։ Այդ նշանը ընդունելուց հետո այլևս չկա դարձ դեպի Աստված, չկա ապաշխարություն։ Այդ նշանից հետո մարդը այլևս փոխվում է եւ դառնում է սատանայինը։ Մարդը իր բնույթով, իր հոգով, իր մտքով դառնում է սատանայինը եւ մարդու ԴՆԹ-ն նույնիսկ փոխվում է։ Նա պատկանում է չարին, նա պատկանում է սատանային։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են, որ Հիսուս Քրիստոսն է միակ ճշմարիտ Աստվածը, Տերը եւ Փրկիչը, կյանքը, նրանք չեն ընդունի այդ նշանը։ Դա գազանի նշանն է, որի մասին գրված է Աստվածաշնչում։ Ոչ մի դեպքում չընդունեք այդ նշանը։